ESE 2025 թվականի ուղեցույցների անդրադարձերի շարքը որոշեցի սկսել մենթալ առողջության մասին ուղեցույցից, որովհետև հավատացած եմ, որ հնարավոր չէ պացիենտին ցուցաբերել լիարժեք եւ գերազանց բժշկական օգնություն առանց անդրադառնալու, առանց հասցեավորելու իր մենթալ առողջության խնդիրները։ Առանց շատ աճ եւ ձախ ընկնելու միանգամից անդրադարձը սկսենք երկրորդ պատկերից, որտեղ ցույց է տալիս մենթալ առողջության եւ սրտանոթային առողջության միջև կապը, որը պատճառ հետևանքային օղակաձև է, եթե այդպես կարելի է ասել, մենթալ առողջության խնդիրները բարձրացնում են սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը, սրտանոթային հիվանդություններ ունենալու բարձրացնում են մենթալ առողջության որոշակի վիճակներ եւ խանգարումներ ձեռք բերելու ռիսկը։ Եվ չնայած այս ակնհայտ կապի գոյությանը որոշակի խնդիրներ կան առողջապահական, գլոբալ, որոնք որ կարող են խանգարել լուծումներ գտնելու հարցում։ Առաջինը երբ պետք է կենտրոնանալ նրա վրա, որ առողջապահական ոլորտի մասնագետների շրջանում իրազեկվածությունը մենթալ առողջության խնդիրների տարածվածության մասին բավարար չէ։ Բացի այդ, ծանր մենթալ խնդիրներ ունեցող մարդիկ համարյա երբեք չեն ստանում նույն դիագնոստիկ եւ նույն բուժական ջանքերը, ինչը որ ստանում են մարդիկ, ովքեր չունեն այդ խնդիրները։ Այստեղ իհարկե բազմաթիվ այլ խնդիրներ եւս թվարկված են, բայց դրանցից կուզեի առանձնացնել եւս մեկը, որը վերաբերվում է սրտային խրոնիկ հիվանդությունների ունեցողների խնամողների շրջանում առաջացող մենթալ խնդիրներին եւ դրանք հասցեավորելու սովորաբար խնամողները դրանք ամենաանտեսված պոպուլյացիան են, հա։ Եվ միանգամից անցնենք երրորդ սխեմատիկ պատկերին, որը ներկայացնում է փսայքոկարդիոթիմի կառուցվածքը, որտեղ ներառված են բուժքույրեր, առաջնային օղակի մասնագետներ, սոցիալական աշխատողներ, մենթալ առողջության մասնագետներ եւ բնականաբար սրտաբաններ։ Մի փոքր էլ անդրադարձ կատարելով ուղեցույցի լիրիկական մասերին, շուտով անցնենք բուն գործին, ինչ է իրենց ներկայացնում փսիխոսոցիալական ստրեսը, ինչ բաղադրիչներից է կազմված, դրա մեջ ներառված են աշխատանքի վայրում ստրեսը, ֆինանսական ճնշումների պատճառով առաջացող ստրեսը, մեր ընտանեկան հարաբերություններում առաջացող ստրեսը, սոցիալական իզոլյացիան, մենակության զգացում եւ այլն, որը սրանք բարձրացնում են մի շարք սրտանոթային հիվանդությունների ռիսկը, գերճնշման, կորոնազարկերակների հիվանդության, ծայրամասային զարկերակային հիվանդության, ատրալ ֆիբրիլյացիայի, վենտրիկուլյար արիթմիաների եւ ընդհանուր մինչեւ հանկարծակի սրտային մահվան ռիսկը։ Ուղեցույցի հաջորդ մասը քննարկում է առանձին մենթալ խնդիրները, ինչ տարածվածություն ունեն սրտային հիվանդություններ ունեցողների շրջանում։ Սկսենք դեպրեսիայից, որը ամենատարածված մենթալ խնդիրն է սրտային հիվանդություններ ունեցողների շրջանում, ինչպես տեսնում եք, կանանց շրջանում բնականաբար ավելի բարձր է դեպրեսիայի տարածվածությունը, քան տղամարդկանց շրջանում, իսկ ըստ սրտանոթային հիվանդությունների ամենատարածվածը մարդկանց շրջանում ովքեր ունեն սրտային անբավարարություն, մարդիկ ովքեր պատրաստվում են սրտի տրանսպլանտացիայի կամ արդեն ստացել են սրտի տրանսպլանտը, մարդիկ ովքեր ունեն փորոքային assist device-ներ եւ զարմանալիորեն մարդկանց շրջանում ովքեր ունեն ատրիալ ֆիբրիլյացիա 38%։ Այս բոլորի միջից ինձ ամենաշատը զարմացրեց ֆիբրիլյացիայով պացիենտների շրջանում նման տարածվածությունը, կթողնեմ ձեզ կարդացեք, բավական հետաքրքիր է։ Հաջորդիվ ուղեցույցում քննարկվում է արդեն տագնապային խանգարումների տարածվածությունը, բավականին մեծ տարածվածություն ունի պացիենտների շրջանում, ովքեր տարել են սրտի կանգ արտահիվանդանոցային պայմաններում եւ ողջ են մնացել։ Եվ ուղեցույցում մի փոքր բաժին հատկացրել եմ խնամողների մենթալ առողջությանը, ուրախությունից, ինչպես օգնել այդ մարդկանց, լսել այդ մարդկանց, ցույց տալ, որ իրենք մենակ չեն, աջակցել իրենց, ոգևորել իրենց ջանքերը եւ եթե կարիք կա, ուղղորդել մենթալ առողջության մասնագետի մոտ, որովհետեւ խրոնիկ սրտային հիվանդություններ ունեցող մարդուն խնամողը ոչ միայն մեծ ֆինանսական բեռի տակ է ընկնում, այլև շատ մեծ էմոցիոնալ բեռ է իր հետ տանում։ Սրտանոթային հիվանդություններ ունեցողների շրջանում մենթալ խնդիրների հայտնաբերման համար
առաջարկվել է շատ հեշտ, շատ քիչ ժամանակ տանող ընդամենը 2 հարց պարունակող Woolly հարցարանում գործիքը, եթե այդպես կարելի է անվանել, սկրինինգային գործիք, որ 2 հարցերն ենք տալիս պացիենտներին։ Հարցնում ենք արդյոք վերջին ամսվա ընթացքում հաճախ ունեցել եք ընկճվածության զգացում, կամ զգացել եք արդյոք հուսալքվածություն, եւ երկրորդ հարցը, արդյոք վերջին ամսվա ընթացքում հաճախ ցանկություն չեք ունեցել որևէ բան անելու, հետաքրքրված չեք եղել որևէ բան անելով, հաճույք չեք ստացել ձեր արած գործից։ Եթե հարցերից անգամ մեկի պատասխանը այո է, ապա պետք է շարունակել գնահատման process-ը։ Բավականին պարզ գործիք է սկրինինգային, բայց բավականին բարձր զգայունություն, ինչպես տեսնում եք, 95% եւ չափավոր սպეციფიკություն 65%։ Եվ վերջապես կամաց-կամաց մոտենում ենք մեր թեմաներին, ֆարմակոլոգիական վարումը, սրտանոթային հիվանդություններ ունեցող եւ դեպրեսիա, տագնապային խանգարում կամ պոստ-տրավմատիկ ստրես խանգարում ունեցող պացիենտների շրջանում։ Բնականաբար առաջին քայլը սկրինինգն է, սկրինինգից հետո մենք գնահատում ենք պացիենտը գտնվում է ռեմիսիայի փուլում կամ ունի մեղմ նշաններ, սիմպտոմներ եւ երկրորդ տարբերակը ունի չափավոր սիմպտոմներ կամ ծանր սիմպտոմներ։ Մեղմ սիմպտոմների դեպքում, եթե պացիենտը արդեն իսկ ստանում է պսիխոտրոպ թերապիա, գնահատում ենք պսիխոտրոպ թերապիայի կողմնակի ազդեցությունները՝ քաշի ավելացում, դիաբետ, կոռեկցված գյուտերի երկարացում եւ դիսլիպիդեմիաներ։ Այստեղ սխեմատիկ պատկեր ցույց է տալիս երկու կարևոր բան։ Եթե պացիենտը ստանում բենզոդիազեպիններ, ապա դանդաղորեն պետք է բենզոդիազեպինները դադարեցնել եւ սրտային անբավարարության պացիենտների շրջանում խուսափել հակադեպրեսանտներից, միայն այն դեպքերում չխուսափել, եթե ունենք շատ ծանր դեպրեսիա եւ դեպրեսիան չբուժելու հետևանքները բարձրացնում են սրտանոթային ռիսկերը։ Ուղեցույցի հաջորդ սեկցիան անդրադառնում է ծանր մենթալ հիվանդություններ ունեցող պացիենտներին, ծանր մենթալ հիվանդություններին պատկանող շիզոֆրենիա, բիպոլար խանգարումը եւ կրկնվող ծանր մեծ դեպրեսիվ խանգարումը։ Նմանատիպ խնդիրներ հիվանդություններ ունենալու սրտանոթային վտանգները կայանում են հիմնականում այդ հիվանդությունների բուժման մեջ օգտագործվող դեղերի կողմնակի էֆեկտների մեջ, որոնք ունեն բավականին արտահայտված մետաբոլիկ էֆեկտներ, շատ հստակ աղյուսակում ներկայացվում է թե դեղորայքից որ մեկը որքան մեծ ազդեցություն ունի մեր մետաբոլիկ ցուցանիշների վրա, որն է ավելի շատ քաշի ավելացման բերում, ավելի շատ LDL-ը խանգարում, տրիգլիցերիդների քանակը բարձրացում։ Այս պարագայում շատ կարևոր է, որ եթե հոգեմետ դեղորայքի առաջացրած կողմնակի էֆեկտները ընդունելի չեն մեր համար եւ հնարավոր է փոխել դեղը, փոխենք դեղը։ Առհասարակ, եթե նոր դեղ պետք է սկսել հակապսիխոտիկ, ապա խորհուրդ է տրվում EKG անել հակապսիխոտիկի առաջին շաբաթում եւ 6-րդ շաբաթում, 6-րդ շաբաթում եւ 12-րդ շաբաթում գնահատել նորից ռիսկի գործոններն ու դեղի թողած կողմնակի ազդեցությունները, այնուհետև տարին 1 վերագնահատել եւ հիշել, որ մարդիկ, ովքեր ունեն ծանր մենթալ հիվանդություններ, իրենց մոտ վերփորոքային եւ վերփորոքային արիթմիաների ռիսկը ավելի բարձր է, ինչը իր հերթին բարձրացնում է հանկարծակի սրտային մահվան ռիսկը։ Եվ եթե դիցուք ծանր մենթալ առողջական խնդիր ունեցող պացիենտի մոտ սկսվել է արիթմիա, ինչպես պիտի վարվել այդ պարագայում, վարվում ենք ոնց բոլորի դեպքում, որոշակի նկատառումներով։ Սինուսային տախի արիթմիաների դեպքում բացառում ենք տախի արիթմիայի մնացած պատճառները, եթե պացիենտը սիմպտոմատիկ է կամ կայուն կերպով սրտի զարկերի հաճախականությունը բարձր է 130-ից, առաջին ընտրությունը բետա-բլոկերներն են, այնուհետև վերապամինը կամ իվաբրազինը։ Վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիայի բուժումը, վարումը նույնն է, ինչ մենթալ խնդիր չունեցողների շրջանում։ Ինչ վերաբերվում է նախասրտերի ֆիբրիլյացիային, պետք է զգուշություն դրսևորել որոշակի պսիխոտրոպ դեղերի պարագայում։ Խոսքը վերաբերվում է կլոզապինին, օլանզապինին, ռիսպերիդոնին։ Եվ լիթիում ընդունողների շրջանում ուշադիր լինել բրադիկարդիայի զարգացմանը, որովհետև եւ լիթիումը անմիջական կերպով ազդում է սրտի հաղորդչական ապարատի վրա եւ կարող է առաջացնել հիպոթիրեոզ, խորացնելով բրադիկարդիան։
Կոռեկցված QT-ի հսկումը շատ մեծ նշանակություն ունի նմանատիպ տեղեր ստացողների շրջանում, պետք է կատարել EKG առաջին, 6-րդ եւ 12-րդ շաբաթում, չափվել կոռեկցված QT-ն, եթե այն ինչ-որ մի պահի դառնում է ավելի երկար, քան 500 միլիվարկյանը կամ լինում է 60-ից 70 միլիվարկյանով ավելացում ելային QT-ի համեմատ, ապա պետք է քննարկել դեղի դադարեցումը։ Իհարկե, ինչպես բոլոր ուղեցույցները, այս ուղեցույցը նույնպես ունի հատուկ սպეციფიկ պոպուլյացիաների համար նախատեսված բաժիններ, ինչպիսիք են տարբեր սեռերի շրջանում տարբերությունները, անգամ տրանսգենդերներին են անդրադարձել այս ուղեցույցում, փխրունություն ունեցող պացիենտների շրջանում անդրադարձ է կատարվել, ինչպես նաև միգրանտների շրջանում եւ կարդիոօնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտների շրջանում։ Այս ուղեցույցի համար այսքանը, շնորհակալություն։